Դե քանի որ ես բուժաշխատող էի, հեռուստատեսությամբ լսեցի, որ Արցախը բուժաշխատողների կարիք ունի, ես որոշեցի մեկնեմ Արցախ։ Չնայած երեխաներս փոքր էին, ես խեղճ մորս էլ խաբեցի, որ ինձ գործուղել են Ջերմուկի սանատորիայում աշխատելու, ես գնացի Մարտակերտ, որտեղ ամենածանրն էր վիճակը ու որտեղ շատ բուժաշխատողների կարիք կար, իրոք այնտեղ ոտքից վիրավոր զինվորը մահանում էր, որ չգիտեին, ժգուտը վերքից վերև պետք է դնեն, թե ներքև։ Այդպես ես անմիջապես ընդգրկվեցի Հաթետ գյուղի պարտիզանական ջոկատը, մարտնչել եմ այնտեղ չկա բուժաշխատող, ինչ սապյող, ինչ հասկալ, բոլորը զինված էին, բոլորիս ձեռքին ավտոմատ կար, այնտեղ հով բժիշկը չի նստելու սպասի մարդը գնմա, թե ով երբ վիրավորվի, բազի առաջին բուժօգնություն ցույց տա, ինքը ձեռքին մարտնչում է, վիրավորը կա, ավտոմատը դնում ես ներքև, վիրակապում ես, վիրավորի կյանքին վտանգ ես սպառնում, անձամբ տեղափոխում ես դաշտային հոսպիտալ, ոչ, կապում էի մեքենայով ուղարկում եմ, ես ավտոմատը վերցած շարունակում էի մարտնչել, որովհետև բոլորիս պարտքն է պաշտպանել հայրենիքը, մենք կոնկրետ, մենք օրինակ վերցրեցինք հայրենական մեծ պատերազմի վետերաններից, այդ երբ ես փոքրիկ երեխա էի, շատ էին հայրենական պատերազմի ֆիլմեր ցույց տալի, ես երբ տեսնում էի կին բուժաշխատողները, ինչպես են մարտնչում, ինչպես են փրկում, ես գիտեք ինչքան եմ վշտացել, ինչու ես ծնված չեմ եղել, ես էլ կգնայի, ես էլ նույնը կանեի, ու երբ սկսվեց Արցախյան պատերազմը ու ես առաջիններից մեկը մեկնեցի Մարտադաշտ, հասկացա, որ ես իզուր չէի այդպես վշտանում փոքր ժամանակ, որ ես ինչ-որ ծնված չեմ եղել, ես կգնայի։ Մեր բոլորի պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Բնավ կապ չունի, դա կին է, թե տղամարդ, երբ հայրենիքը վտանգի մեջ է, ինչ տարբերություն պիտի պաշտպանի հայրենիքը։ Չէ՞ որ եթե մենք չգնայինք, պատկերացրեք, որ մենք այդ ազատամարտիկներս կամավոր չգնայինք։ Էլ չպեին ասել էր հունի 292 թվականի հունիս ամսին, ոտքերս լվանալու եմ սևանալ լճում, և կլվանալ, եթե չլինեին այն կամավոր ազատամարտիկները, իսկական երկրապահները, ես համարում եմ նրանք են, ովքեր երբ որ Հայաստանն ու Արցախը բանակ չուներ, թողնելով իրենց ընտանիքը, երեխաներին, խաղաղ կյանքն ու աշխատանքը մեկնեցին պատերազմի դաշտ։ Այն ժամանակ զենք էլ չկար, երբ որ մենք պոստեր էինք գնում, կանգնում էինք զենքով, որսորդական հրացան, տոզի հրացան, ինչ կար ձեռքներից, իսկ երբ որ վերադառնում էինք, արդեն գալիս էին մեզ փոխելու, մենք մեր ձեռքի զենքը տալիս էինք այն անզեններին, ու մենք անզեն վերադառնում էինք, իսկ գիտեք անտառներում ինչքան է, մինչև ատամները զինված ազերբայջանցիները դուրս եկել անզեն զինվորների դիմաց։ 91-ի վերջերից մինչև 94-ի հունիսի 30-ը։ Ես մարտնչել եմ ազատագրական ջոկատներից մինչև պատերազմի ավարտը, որ ասեցին դոկտոր, աչքդ լուսինի, կռիվը պրծալա, դա 94 թվականի մայիսի 20-ն էր, մենք Կարմիր Ավանսեի Սուլանի դիրքերում ենք, որը 3 անգամ ձեռքից ձեռք էր անցել։ Իսկ ընդհանրապես հետաքրքիր դեպքեր գիտեք ոնց, այնտեղ դու չես նայում հետաքրքիրա կամ ինչ-որ գնաս ընդեղ հատուկ հումոր անելու, բայց ինքստինքյան դա ստացվում է, օրինակ երբ որ ես մի վիրավորի ոտքը կապում էի, որի ոտքի թաթը ասկոլ կամ կտրել էր ու կոշիկի հետ կախված էր, հիմա ես այդտեղ ազերբայջանցիներն էլ սնայպերներն աշխատում են մեզ վրա, հրատնոտներից կրակում են, ես հիմա այդտեղ կատականելու ժամանակ չկա, իրա ոտքն էլ այսքան է մնացել, ես ուղղակի իրան հույս տալու համար ասում եմ ոչինչ, մատակ, ոչինչ, այս մի ոտիդ կոշիկը ծեցքի միրից կարնես, ես հով կատակ չեմ ան, ես իրեն հույս եմ տալիս, որ ոչ մի սարսափելի բան չի եղել, որ նմանատիպ բաներ շատ են եղել պատերազմի դաշտում։ Ուրեմն մի դրվագ կա, ուրեմն Այդայի հետ կապված ինքը մահապարտներից է եղել պատերազմի դաշտում, երբ որ մենք բարձրացանք Վաղուասի բարձունքը գրեթե հարթ տարածք էր,
այս անգամ դա ամսի 18-ն է սեպտեմբերի, այդ տարածքում ուրեմն մենք երկու զոհ ունեցանք եւ ես տեսա գետնին անշուշ մեծ դրամաչափի զենքից խփված մեր զինվորներից մեկին եւ Այդային ասեցի, Այդա ինչ ես կանգնել, ինչի՞ չես բան թավալվում է, ասեց մի րոպե երկու ավտոմատ է, չէ՞ ձերդ դուր է իմ ավտոմատը չկա, դուր ավտոմատը թող ինքը թավալվի, ես գնամ վրեժը լուծեմ, ասես նա արդեն մահացել է։ Արդեն մահացած է։ Միակ փրկությունը իրան խփողին խփելու մեջ։ Երբ որ գնաց շրջանցելու մեր Մուրադը հիմա մահացել է, Մուրադի հետ էր, մեր Թրոշյանից Մուրադում ենք, նրա հետ բարձրացան 3 հոգով բարձրացան ցախ կողմից Շուշի բարձունքի պես տեղը գերեզմանների վերևը, ուրեմն ցախ կողմից շրջանցելու ժամանակ հարձակվել են այդ 4 հոգին, այդ տեղը սնայպերը էր աշխատում, այդ թվում Ուկրաինայի, ուրեմն եւ այդ ժամանակ Այդան արդեն պրինցերի տակ է առնում մի թուրքի, որ խփի։ Այդ ժամանակ Մուրադը տեսնում է 4-ն են, ու նրանցից մեկը պատասխանում է Այդային խփել։ Ու ինքը 4-ին ոչնչացնում է, Այդան միակ հասցնում է մի կրակոց անել, բայց տեսնում է իր թուրքը խփված է, այսինքն իր արջևում պետք է խփել, եկավ ասեց, Այդա ասում եմ, ինչ արի, ասում եմ Մուրադին պատժի, ասում ինչի համար պատժում, ասում իմ թուրքին խփել է, էսի բա մարդ է, չթողես մի հատ իմ վրեժը լուծեմ, այդ թուրքն է կարող է այս տղուն խփել եւ այլ։